Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, հիշեցնում եմ նաեւ, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր հաղորդաշարերը։ Այս պահին մենք սկսում ենք թարմ ուղեղով զրույցը եւ տաղավարում երկու շատ հետաքրքիր հյուր ունեմ, Լիլիթ եւ Գայանե Բախշյաններն են Կայմ ակումբի համահիմնադիրները, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք բավականին հետաքրքիր ու բովանդակալից թեմա ենք քննարկելու։ Կայմի պատմությունը կուզեմ նախ ներկայացնեք, թե ինչի մասին է Կայմը, երբ է ստեղծվել, հետո արդեն գնանք շատ խորքային ու մասնագիտական այդպես քննարկման։ Նախ ինչ է Կայմը։ Կայմը այն ձողն է, որին միանում է Արագաստը։ Կայմը եթե կոտրվի, Արագաստ չլինի, նավը, նավակը կմոլորվի ծովի ջրերում կամ օվկիանոսի ջրերում։ Ուրեմն Կայմը այն մասնագիտական ակումբն է, որը օգնում է մարդուն չմոլորվել մասնագիտությունների մեծ աշխարհում եւ գտնել իր մասնագիտությունը։ Դրա համար մեր ակումբի անունը դրել ենք Կայմ, որը ուղղորդի եւ բերի այն նավահանգիստը, որտեղ մարդը կգտնի իրեն համապատասխան մասնագիտությունը։ Իսկ թե ինչպես ստեղծվեց գաղափարը, ներկայացնի քույրս, որտեղ ինքը գաղափարի կրողը ինքն է եղել։ Դուք եք այդ մասով հիմքերը դրել։ Այո։ Գաղափարը ծնվել է երազանքից։ Երբ ես ինքս դեռահաս էի եւ տեսնում էի, թե մայրիկը իր դպրոցում 27 դպրոցներ տնօրինում այդ ժամանակ, մասնագիտական կողմնորոշման ակումբ էին հիմնել եւ իմ տարիքի երեխաները լրիվ ուրիշ դասապրոցեսով մասնագիտությունների էին ծանոթանում, շատ հետաքրքիր միջավայր էր, sense ընկերական, համագործակցային եւ ես նայում եի ու ասում եի, այո, երբ որ ես մեծանամ, ես անպայման կուզենամ այսպիսի մի նախաձեռնություն ինքս ստեղծել։ Եվ 2020 թվականից հետո ինձ թվում է շատերի մոտ եղավ պատերազմից հետո այդ վերաիմաստավորման գործընթացը եւ ես ինքս էլ ասում եմ ինչով եմ ես ուզում զբաղվել, ինչ կարող եմ ես անել, որպեսզի իմ երկիրը ավելի ուժեղանա։ Եվ հիշեցի իմ երազանքը եւ կրթությունը այն ուժն է, այն կարևոր հենասյունն է յուրաքանչյուր երկրի, որը որ իր մասնագետներով, իր հզոր թիմով, այսպես ասած, կգնա դեպի զարգացման։ Ու այդտեղ նորից վերածնվեց երազանքը մասնագիտական կողմնորոշման ակումբը հիմնելու։ Եւ անմիջապես կիսվեցի այս գաղափարով քույրիկների հետ, որովհետեւ դա կարծես թե նաեւ մեր ծնողների կատարած ունեցած մեծ ավանդի շարունակությունն է եւ մենք հենց այդպես էլ հիմքը դրեցինք։ Մենք ուզում ենք շարունակել այն աշխատանքային գործը, որ արել են մեր ծնողները եւ շարունակել վերաիմաստավորելով, լինել օգտակար մասնագիտական կողմնորոշմամբ, որպեսզի մեր հասարակությունը շատ ավելի երջանիկ լինի այն մասնագիտություններով, որ իրենք ընտրել են եւ շատ ավելի ուրախ լինեն այն աշխատանքով, որը իրենք կատարում են։ Այ կար ժամանակ, չգիտեմ հիմա շարունակում է այդպես լինել, թե ոչ, որ ընտանիքում իր ծնողներն էին, չէ՞, այդ մասնագիտական կողմնորոշումը տալիս։ Այ եթե մենք օրինակ բժիշկներ ենք կամ ուսուցիչներ ենք, ուրեմն երեխաները պիտի այդ ճանապարհով գնան, որովհետև թելը չպիտի կտրվի։ Այդ ձեր դեպքում ինչպես է եղել կողմնորոշումը, ով է ձեզ այդ հարցում աջակցության եկել ու ոնց է կարծում հիմա այդ թրենդը կա, թե չէ, ու թրենդը առհասարակ ինքը։ Կատակով ասում ենք, որ մասնագիտությունը դնթ-ով չի գալիս, բայց փաստացի թրենդը, ինչպես նշեցիք, կա եւ հիմա էլ շատ հաճախ ծնողներն են ուղղորդում երեխաներին, որովհետեւ իրենք գիտեն այդ մասնագիտությունը, որ իրենք կրում են, ինչի մասին է եւ այդ տեսանկյունից ավելի ամբողջական տեղեկատվություն կարողանում են տան իրենց երեխաներին ապրուստի տեսանկյունից, զբաղվածության տեսանկյունից, հարգված չհարգված լինելու տեսանկյունից, հա, մասնագիտության եւ դա դեռ այդպես է, բայց կարծում եմ հիմա ավելի ազատ են երեխաները իրենց որոշումների կայացման ժամանակ, քան սրանից մի քանի տարի առաջ։ Պատմենք, թե ինչպես է եղել։ Մի բան էլ հավելեմ, ընդամենը մի քանի օր առաջ, երևի մի 14 օր առաջ, ավագ դպրոցում հարցնում եմ մի երեխայի, ասում եմ ինչ մասնագետ ես դառնալու, ասում է դե երևի փաստաբան էլի տենց իրավաբան, ասում եմ
դու դա ուզում ես, դե ասվա մամային քեն ուզում, դե որ ուզում են երևի մի բան գիտեն, ասեմ դու քեզ պատկերացնում ես, դե չգիտեմ, էլի երևի, այսինքն սա նշանակում է, որ այդ խնդիրը կա, հատկապես դեռահասների համար, ինչ դառնալ, ծնողները ինչքան էլ ուզում են իրենց շարունակությամբ տեսնել իրենց երեխաներին, բայց չունեն այդ ինֆորմացիան, իրենք այնքան էլ լավ չեն ճանաչում իրենց երեխաներին, հետաքրքրությունները, ընդունակությունները, անձնային տիպը, ուղղակի չեն կարող դա անել, ծնողը չունի այդքան ինֆորմացիա, որ կարողանա ճիշտ կողմնորոշել եւ հետագայում էլ մղել երեխային ինքնորոշման անհամաչափ բեռետրված ծնողի ուսին կարող է ուղղորդել, բայց ամեն դեպքում այստեղ պետք է հստակ ինֆորմացիա երեխայի հետաքրքրությունները, կարողությունները, ընդունակությունները, էմոցիոնալ բանականությունը Հոգեբանությունից սկսած պիտի ուսումնասիրել հասկանալու համար, թե ինչ ճանապարհ է պետք, չէ՞։ Այո։ Իսկ ծնողը չի կարող, չունի այդ ռեսուրսը, ի վերջո եւ դա ժամանակային այդ ռեսուրսները չկա, չէ՞։ Եվ պարտավոր էլ չի իմանալ, դրա համար կան հատուկ մասնագետներ։ Ինչ եք դուք ուզում ասել։ Ես ուզում էի ասել, թե ինչպես է մեզ մոտ եղել մասնագիտության ընտրությունը, շատ հետաքրքիր է եղել։ Ես մանկուց մտածում էի, որ ցանկանում եմ դառնալ վետերինար, անասնաբույժ, հա, ընտանի կենդանիների, շունիկներ, կատուներ եւ որտեվ շատ էի սիրում։ Եվ եկավ իմ ժամանակը որոշելու, թե ինչ առարկաներ պետք է պարապել, որ համալսարան եմ գնալու, հայրիկիս հետ կիսվեցի, որ ես ուզում եմ, ես ուզում եմ դառնալ անասնաբույժ, շատ զարմացավ, բայց ցույց չտվեց, որ մեղմ ասած այդքան էլ համաձայն չի ինձ հետ, արդյոք ինչու ես ուզում, ինչ ես օրինակ մտածել, որ այդ մասնագիտությունը ընտրել, ես պատմեցի իմ գաղափարի մասին, որ ցանկանում եմ հիմնել հաստատություն, որտեղ եւ հոգ կտանեն առողջական տեսանկյունից եւ մազերը գրումինգի տեսանկյունից եւ հյուրանոց կլինի, երբ որ ընտանիքը մեկնում է հանգստի, չգիտեն որտեղ թողնել կենցաղիներին, ծառայությունների մի ամբողջ փաթեթ, հայրս այսպես մտածեց, ասեց, բայց գիտես, քո գաղափարը ձեռնարկատիրության հետ է կապված եւ այդ պարագայում ավելի ճիշտ կլինի դու տնտեսագիտություն ուսումնասիրես, որպեսզի կարողանաս քո գաղափարը կյանքի կոչել։ Հետո երբ որ տնտեսագետ դառնաս եւ որոշես, որ միևնույն է ցանկանում ես այն մասնագիտությունը ձեռք բերել, երբեք ուշ չես սովորել։ Այսինքն ինձ ուղղորդեց որոշումների կայացման գործընթացում այնպիսի նպատակներ սահմանել, որոնք ուղիղ կապված են այն ամենի հետ, ինչ ես ցանկանում եմ կատարել։ Եվ ես ընտրեցի այդ մասնագիտությունը, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև որոշումների կայացման տեսանկյունից դա մեծ նպատակը փոքր քայլերի բաժանելու շատ ճիշտ մոտեցում էր։ Եվ ես այդ տեսանկյունից ավելի վստահ եմ իմ կայացրած որոշման մեջ եւ չեմ զղջում դրա համար։ Այ հետաքրքիր է մասնագիտության սխալ ընտրությունը ինչ հետևանքների կարաբերի ու առհասարակ այս դարում այդ ժամանակային ռեսուրսը կա, որպեսզի սխալվենք։ Մենք սևագրի հնարավորություն ունենք, ոնց եք կարծում։ Տեսեք, ասում են երջանիկ է այն մարդը, ով սիրով գնում է աշխատանքի եւ ավելի սիրով տուն է գալիս։ Իսկ մենք գիտենք, որ մարդկանց մեծ մասը իրենց կյանքի զգալի մասը անցկացնում են աշխատանքային գործունեության մեջ եւ պատկերացրեք այն մարդու վիճակը, որ այդ զգալի մասից հաճույք չի ստանում։ Ես մինչև աշխատելը հիշում եմ, որ անդադար երբ աշխատանքի մասին մարդիկ խոսում էին, միշտ ասում էին, այ երբ աշխատես կիմանաս ինչ լավ բան է համալսարանը սովորելը, ես միշտ մտածում էի, տեսնես այդ ինչ դժոխք է, որի մեջ հայտնվում են բոլորը, բայց հակառակը ստացվեց, որովհետև աշխատանքի վայրում ես ինձ լիարժեքորեն զգում եմ, այո, շատ բացարձակ կապ չունի այն իրականության հետ, որի մասին այդքան պատմում էին։ Ձեր դեպքում դուք օրինակը չպատմեցիք, դուք ինչպես եք ընտրել ձեր մասնագիտությունը։ Այլի հայրս է ուղղորդել, հետաքրքիր որ մեր ընտանիքում մաման Անահիտ Բախշյանը ավելի այդպես մեզ ոնց որ հանգիստ էր թողնում։ Ասում էր դե դուք ինչ ուզում եք, ոնց ուզում եք։ Բայց պապան հաճախ էր մեզ հետ զրույցներ ունենում եւ ինձ ասաց, գիտես, թշնամու լեզուն պետք է լավ սովորել։
դու կգնաս արևելագիտականի թուրքական բաժինը, թուրքերենի բաժինը, թշնամու լեզուդ կսովորես, որովհետև թշնամուն հաղթելու համար նախ պետք է լեզուն իմանալ։ Եվ երբ որ սահմանները բացվեն, իսկ ինքը շատ երազում էր, որ սահմանները բացվեն, ասում էր դու կլինես դեսպանը։ Եվ այդպես կանխորոշեց, ասեց, որ գնա արևելագիտական, դա շատ հեռանկարային։ Շուտով ասա, մի օր չէ, մի օր բացվելու են այդ սահմանները, էլի այդպես էր ասում։ Ու ես գնացի ուսումնասիրելու թուրքերեն։ Ու չաշխատեցի։ Այդ մասնագիտությամբ, այդ մասնագիտացումով ես չշարունակեցի։ Գուցե կան ժամանակներ։ Չի բացառում, բայց հարցեսը ես դա ուզում եմ։ Արդյոք դա իմ ներքի մոտիվացիայից բխող աշխատանք է, ես կասեմ, որ չէ։ Վերադառնալով կայմին, այ հիմքերը դրվեցին, ինչպես այդ գծագիրը կազմվեց, որ այսպես պիտի լինի, այս պիտի սովորեցնենք, սրանից հետո սա պիտի անենք, ու կանայք են հիմքում կանգնած, դա ինչ կարևորություն ունի։ Ես պատասխանեմ ինչպես հիմքերը դրվեցին, ինչպես գծագրվեցին։ Մենք հստակ գծագրեցինք այն ճանապարհը, որը պատկերացնում ենք, որ դեռահասը մեզ հետ պիտի անցնի, որպեսզի ինքնորոշվի մասնագիտության ընտրության հարցում։ Նախ բացահայտել նրան, թույլ տալ, որ ինքն էլ ինքնաբացահայտվի, ինքն իր աչքերում, որոշել նրա տիպը, անձի տիպը, հետաքրքրությունները կազմել, այսինքն պրոֆիլ, դեռահասի պրոֆիլ, որի հիման վրա դա տվյալներ են, որոնց հիման վրա որոշում կկայացնի հենց ինքը դեռահասը, ունենալով համապատասխան տվյալներ, նա որոշում կկայացնի, թե որոնք են իր ուժեղ եւ թույլ կողմերը, հետաքրքրությունները, որի հիման վրա էլ արդեն մենք կօգնենք դուրս բերել են մասնագիտությունների ցանկը, որոնք ամենաշատն են համապատասխանում այս տիպի անձին։ Ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանաք բացահայտել դեռահասին։ Ինչ ենք անում մենք։ Նախ ընդհանրապես մասնագիտական կողմնորոշման ակումբները աշխարհում ոնց են անում։ Ինքնագիտակցումն են խորացնում, հետաքրքրություն, ինչպես քույրս նշեց, ինքնագիտակցումը հետաքրքրությունների, ընդունակությունների, էմոցիոնալ բանականության, մարդը ինքը իրեն պիտի ճանաչի, հիմքում ինքնաճանաչումն է։ Ճիշտ մասնագիտություն ընտրելու հիմքում, թե ինչքան է, այն է, թե մարդ ինքը իրեն ինչքանով է ճանաչում։ Այն մասնագիտական կողմնորոշման ակումբը մեր կայմի նպատակներից մեկն է դա։ Եվ որպեսզի դա մենք կարողանանք պարզել, մենք մի հրաշալի բազմաչափ թեստ ունենք, մենք թեստավորում ենք անձին, դա նայած մարդ ինքը բավականին, տենց ասեմ, ընդհարցակ թեստ է, դժվար է մի օրում անել, ժամանակ ենք տալիս, մարդը անցնում է այդ թեստը, որից հետո խորհրդատվություն ենք անում, դա մոտավորապես տևում է 2 ժամ, 2.5 ժամ, այն թեստը, որ ինքը անցել է եւ այդ թեստի տվյալները մենք քննարկում ենք։ Եթե անհրաժեշտ է, անցկացնում ենք նաեւ այլ հարցաշարեր, այլ խորհրդատվություն ենք առաջարկում, բայց թեստի արդյունքում դուրս է բերվում անձի հետաքրքրություններին եւ մնացած ասպեկտներին համաձայն համապատասխան 5 ուղղություն։ Եվ դա մենք քննարկում ենք եւ քննարկման զրույցի արդյունքում, նաեւ այլ հարցաշարեր կիրառելու արդյունքում մղում ենք, որ մարդը ինքնորոշվի այդ 5 ուղղությունների մեջ։ Որոնք են այդ ուղղությունները, եթե իհարկե դա գաղտնիք չէ։ Ամեն մեկի համար տարբեր է, ըստ թեստի իհարկե։ Ամեն մեկի համար եւ ինչ հետաքրքիր առանձնահատկություն ունի ուժեղ կողմը մեր թեստի։ Այն հատվածը, որտեղ անձի մոտ օրինակ ենթադրենք ցածր է եկել, ենթարենք թիմային աշխատանքի գործակիցը ցածր է եկել, տալիս է զարգացման ծրագիր, իսկ ինչ անել, որ օրինակ այդ թիմային աշխատանքի հմտությունը զարգացնի մարդ, որովհետև այսօր թիմային աշխատանքը փափուկ 20 ամենապահանջված փափուկ հմտություններից մեկն է, որ գործատուն պահանջ է դնում իր աշխատողի առաջ։ Մենք տալիս ենք նաև զարգացման ծրագիր, շատ համապարփակ լավ գործիքակազմ ունենք մենք։ Կանանց մասով հիմքում կանայք են, դա ինչ հա տալիս կայմին եւ առհասարակ երբ կանանց նախաձեռնությամբ այս կրթությունը կանանց ձեռքում, դաստիարակությունը կանանց ձեռքում եւ կողմնորոշումը, կանայք ոնց են էլի այդ ճանապարհը տանում։
Մեր աչքի առաջ մեր մաման է Անահիտ Բախշյանը, որ այսպես կրթության, այսպես ջատագով մենք տեսել ենք, թե ոնց կարող է մի մարդ լիքը բան փոխել։ Մի քիչ քնարական շեղում անեմ, էլի բան է Գևորգ Մարզպետունի պատմավեպում, որ ասում է մի ձեռքն էլ ծափ կտա, մի ծաղկով էլ գարուն կգա։ Շատերը չեն հավատում։ Ես ինքս մտածում եմ, որ իմ մաման Անահիտ Բախշյանը 27 դպրոցում իսկապես եղել է այն ձեռքը, որ ծափ է տվել, եւ տեսել եմ ինքը ինչքան թիմ է ձևավորել եւ ինչ մեծ բաների է հասել իր դպրոցում։ Հեշտ է, երբ որ մարդ իր աչքի առաջ, հատկապես մանկության տարիքում ունենում է այդ նախատիպը, մարդը հավատում իհարկե։ Մարդը ունենում է այդ ռեսուրսը։ Հիմա մեզ մեր մայրը այդ ռեսուրսը տվել է։ Եվ մենք քույրերով, մեր մյուս քույրներ Հոլանդիայում է, ինքն էլ այնտեղից է մեզ աջակցում, ու մենք տենց լավ հզոր թիմ ենք։ 4-ով եք միայն թե թիմում այլ մարդիկ կան։ Այս պահի դրությամբ դեռևս 4-ով ենք եւ հույսով ենք, որ շատ շուտով նաեւ թիմը կհամալրվի։ Իհարկե թիմում կան աջակցող ոլորտից մասնագետներ, խորհրդատուներ եւ մարքեթինգի մասնագետ եւ բիզնես խորհրդատու եւ ֆինանսական գծով խորհրդատուներ եւ այլ մասնագետներ եւ մեր ամենակարևոր գործընկերը, որ շուտով երբ որ մենք դա հաջողությամբ ներդնենք, դրա մասին էլ կպատմենք, շատ մեծ թիմ է աշխատում մեր ծրագրի վրա, բայց ես էլ ուզում եմ իմ տեսանկյունից, ես չէի այստեղ սերով պայմանավորված, հա, հիմքը սերով պայմանավորված, դուք նշեցիք, որ ինչու է պայմանավորված, որ կանայք եք, ես կուզենայի նաև այստեղ իմ մասնագիտացումն էլ այստեղ ասեմ, որ շատ կարևոր է, ես ինքս լինելով մարքեթինգային հետազոտությունների մասնագետ, ինքս խիստ կարևորում եմ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ հաջողության հասնելու համար տվյալները եւ ինչպես ես դու այդ որոշումները կայացնում եւ այստեղ նաեւ այս մտածողությունն է օգնել, որպեսզի մենք նախաձեռնությունը առանց վախենալու սկսենք։ Ճիշտ գնահատելով իր պոտենցիալը, իր հնարավորությունները, խնդրո առարկայի այսպես կշիռը այն միջավայրում, որտեղ մենք պատրաստվում ենք գործել։ Քանի հոգու եք հասցրել արդեն ճիշտ ճանապարհ ցույց տալ։ Մի 30 հոգու արդեն հասցրել ենք, անհատական խորհրդատվություն թեստավորել ենք եւ շատ լավ արձագանքներ ենք եւ իրենց հետ կապը պահում ենք ու ուզում ենք մենք էլ հասկանանք այդ հետադարձ կապով ինչի վրա պետք է աշխատել, ինչը բարելավել, ինչքանով ենք օգտակար եղել, բայց հիմա իհարկե փորձում ենք ավելի լայն մասշտաբով։ Ինչ մասնագիտություններ են հաճախ այս տարի դեռահասները սիրում ընտրել։ Ասում են ժամանակները փոխվում են, նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս։ Այ օրինակ ես էլ չեմ լսում, որ շատերը ուզենան դառնալ ճարտարապետ։ Հազվադեպ է հանդիպում։ Նոր մարքետոլոգ, դիզայներ, SMM մասնագետ, բոլորը այդ ճանապարհներով են գնում։ Այդ մասով ինչ եք դուք, ինչ վերլուծություններ ունեք։ Ես կարող եմ վերլուծություններ որպես այդպիսին մենք չենք արել կայմով, բայց ես կարող եմ ասել 2023-24 այդ տարում ամենապահանջված մասնագիտությունները, որոնք են Հայաստանի Հանրապետությունում, ամենապահանջված ոլորտը բանկային ոլորտն է։ Հետաքրքիր։ Այո։ Երկրորդ տեղում առևտուր մենեջմենտ եւ երրորդ տեղում նոր ծրագրավորման ոլորտն է։ 7 տարվա մեջ առաջին անգամ ծրագրավորման պահանջարկը նվազել է, հասել է այդ կետին, բայց Եկար ժամանակ, որ շատ ակտիվ էր։ Այո, առաջատար էր։ Հիմա երրորդ տեղում է, բայց միևնույն է էլի եռյակում է։ Հետաքրքիր է մարզերում առաջին ամենապահանջված 3 այդ մասնագիտությունների ցանկում կրթական ոլորտն է։ Այն մարզեր նշեցիք, մարզերից կան մարդիկ, ովքեր այցելում են ձեզ մոտ ձեր աջակցությունը ստանալու համար։ Օնլայն հանդիպում ենք, այո, վերջերս հենց Էջմիածնից էր։ Այո, Էջմիածնից ունենք երեխա, որ մասնակցեց եւ պիտի անցկացնենք խորհրդատվությունը։ Թեստը անցել է,
Պիտի արդեն Մարդիկ որքանով են պատրաստ իրենց երեխաների այդ կարևոր որոշման համար վճարել այդ ճանապարհով էլ անցնել։ Բոլոր ծնողները չէ, որ պատրաստ են ամեն դեպքում։ Այո, այստեղ պետք է ասենք, որ այս ծառայությունը նոր է, հատկապես երբ որ դպրոցներում ինքը կա, լավ չեն պատկերացնում եւ մեղադրելու էլ չի, թե ինչու պետք է վճարել մասնագիտական կողմնորոշման հավելյալ ծառայության համար։ Մենք մի փոքր հաշվարկ ենք կատարել, թե որքան ներդրում է կատարում ծնողը երեխայի մինչև համալսարան այդ ճանապարհի վրա եւ թե պարապմունքները, թե լրացուցիչ ֆակուլտատիվ պարապմունքները, թե հետո համալսարանի վարձը դրանք ահռելի գումարներ են, ներդրումներ են եւ մի փոքր նախնական վերլուծություն կատարելով եւ ճիշտ կողմնորոշվելով այդ ներդրումները կարելի է իհարկե անգամներով արդյունավետ դարձնել։ Այս գիտակցությունն ենք, որ մենք ուզում ենք հիմա սերմանել հասարակության եւ ծնողների շրջանում, եթե երեխաները իրապես չեն կողմնորոշում, իրապես անորոշության մեջ են, շատ խորհուրդ ենք տալիս դիմել ծառայությանը եւ օգնել սրանով դեռահասին իրենց երեխային, մենք ինքներս մեր երեխաների վրա ենք նախ եւ առաջ փորձարկել։ Ուզում եմ դա նշել, որովհետեւ մենք ինքներս պիտի հասկանանք, կարողանում ենք մեր երեխաներին օգտակար լինել եւ ես էլ Լիլիթն էլ ունենք այդ տարիքի երեխաներ, 15 տարեկան իմ տղան է, արդեն 16 տարեկան Լիթի տղան է եւ նրանք երկուսն էլ անցել են այդ թեստը։ Իդեպ թեստը անցնում են 13 տարեկանից սկսած, քանի որ այդ տարիքում արդեն ունեն բավական հիմնավոր տեղեկատվություն բոլոր առարկաների մասին եւ կարող են արդեն թեստավորումը անցնել։ Հիմա մեր տղաները երբ որ անցան այս թեստավորումը եւ ստացան իրենց հաշվետվությունները, շատ հետաքրքիր որոշումների եկան։ Օրինակ իմ տղան սկսեց ֆիզիկա պարապել։ Ինչ եք մտածում, ինչ դա, ինչ է սիրում։ Ես մտածում էի, որ իմ տղան ավելի այդպես IT ծրագրավորում եւ այլն, բայց դա ոչ մի կերպ իր անձի տիպին չէր համապատասխանում։ Օրինակ ինքը ավելի նախաձեռնող, ավելի թիմային աշխատանքի ձգտող անձնավորություն է, կազմակերպելու եւ այլն, այլ մարդկանց հետ շփվելու, բայց այն ոլորտը, որ ես էի մտածում, լրիվ հակառակներ իր էությանը եւ ես թեստի միջոցով բացահայտեցի իմ տղային եւ գիտեք էլ ավելի շատ սկսեցի հարգել իմ երեխային ու ուրիշ ձևով սկսեցի սիրել նրան, որովհետեւ գիտակցեցի թե ինչ ուժեղ կողմեր ունի ինքը, որոնք ես չէի տեսել այդպես, որտեղ ոչ բոլոր հարցերում են կիսվում, եկեք ճիշտ ասեմ, ոչ բոլոր իրավիճակներում ես դու կարողանում դիտարկել քո երեխային ու նրա վարքագիծը, հետեւաբար այս թեստով ես այնպիսի բաներ բացահայտեցի, որ ամուսնուս հետ էինք հետո նայում, ասում լեսի փաստորեն, որ ասում են լավ տղա է, փաստորեն սա ի նկատի ունել ու ուրիշ ձևով սկսեցինք սիրել այդ ուժեղ կողմերը հաշվի առնելով։ Ինչ կհավելեք դուք։ Ես ինքս եմ անցել թեստը։ Այո, ոչ միայն տղաս, նաև ասեմ, որ Լուսնեն մեծ քրոջ երեխաներն են անցել այդ թեստավորումը, ես ինքս էլ եմ անցել ու պարզել եմ, որ եթե ես դպրոցում լավ սովորեի որոշ առարկաներ, միգուցե իմ կյանքը ուրիշ լիներ լրիվ։ Ինչ ուղղություն։ Օրինակ մաթեմատիկա լավ սովորեի, որովհետև թեստը ինձ բերեց, ցույց տվեց, որ ես ունեմ ինչ որ բնածին ընդունակություններ, որոնք չեմ զարգացրել, բայց միշտ ինձ ձգել են փաստորեն այդ թվերը, թվային վերլուծությունները, բայց ես դրանք չեմ զարգացրել, բայց ես սիրում եմ դրանք։ Կայմում, այսինքն նաև հնարավոր է կարևոր կետերի վրա շեշտադրում անել, զարգացնել, ճիշտ եմ հասկանում։ Այո, զարգացման ծրագիր ունի։ Ամբողջ process-ը ինչքան ժամանակ է տևում։ Նայած երեխան ինչքան, ասենք մեկ շաբաթում Անհատական է։ Լրացրեց թեստը, որովհետև թեստը 1600-ից ավելի հարց ունի։ Բավական է Հա, բայց հետաքրքիր հարցեր են։ Թեստը լրացնելուց հետո մենք մոտավորապես 2-3 օր վերլուծում ենք թեստը եւ մեկ անգամյա հանդիպում ենք ունենում անհատի հետ։ Թեստը լրացնում է տան on-line, նստում է իր համակարգչի մոտ, շատ ուշադիր լրացնում է, որից հետո մենք կարող է մեկ շաբաթում անենք այդ ամբողջ գործընթացը։ Երեխա է եղել, որ մեկ օրում առավոտից գիշեր նստել լրացել է ընդմիջումներով։ Մենք 2 օր հետո իրեն արդեն բացահայտելու ձև չէ, տեսակը։ Այո։
Եվ այստեղ պետք է հավելեմ նաև բացի անհատական խորհրդատվությունից, այդպես է անվանումը, մենք դասընթացներ էլ ունենք որոշումների կայացման, նպատակների սահմանման, ինքնորոշման այս դասընթացները, որոնք ցույց է տալիս մեր գործունեությունը, որ ամեն երկրորդ դեռահասը ունի որոշումների կայացման հմտությունների պակաս։ Սա շատ պահանջված փափուկ հմտություն է եւ այդտեղից է պետք սկսել ցանկացած հմտություն զարգացնելիս, որպիսի դեռահասը եւ հետո մեծահասակը իր կյանքում որոշումներ կայացնելիս շատ ավելի ինքնավստահ եւ նվազեցնենք հետո զղջալու հավանականությունը։ Այսինքն ինչ ենք տալու, սովորեցնելու են գործիքակազմ, ռեալ դասընթացի ընթացքում մենք 3 անգամ հանդիպելու ենք դեռահասի հետ, այդ խմբի հետ կոնկրետ նպատակը դնելով ինչպես կայացնել որոշում։ Եվ հենց իրենց օրինակ, իրենք տատանվում են ինչ որոշում կայացնել, այ հենց այդ իրենց կասկածելի օրինակը այդ խմբային դասընթացի ժամանակ դրվելու է ամեն մեկի հետ առանձին, ինչպես ճիշտ որոշում կայացնել, ինչ գործիքներով, եւ դա ամբողջ ոչ թե մեկ անգամյա, այլ գործիքակազմ տանք, որ դա ինքը հետո կիրառի իր կյանքում։ Այո, այո։ Ճիշտ եմ հասկանում, որ մասնագիտությունը պիտի հնարավորին այսպես կոմֆորտ լինի եւ սթրեսներ չառաջացնի։ Թե դա էլ է վիճելի հարց։ Ստրեսներ չառաջացնի, կամ մասնագիտություն որ ստրեսներ չառաջացնի, չէ, խնդիրը իմ կարծիքով նա է, թե ինչքանով է մասնագիտությունը համապատասխանում անձի հետաքրքրություններին, որտեղ հոգեբանական բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ անձի հետաքրքրությունները շատ կապված են անձի տիպի եւ նրա հետ, թե մարդ ինչ մասնագիտություն ընտրի, որ իրեն հետաքրքիր լինի, որ մարդը ինքնադրսևորվի, ինքնարեալիզացվի։ Մի հարց է հետաքրքրում, հնարավոր է արդյոք, որ օրինակ 13-ից 15 տարեկանում դեռահասը ունենա այլ բնավորություն եւ այդ տարիքում բացարձակ այլ բաներ իրեն հետաքրքրեն, տեսակայել լինի, բայց միջավայրի փոփոխությունից կախված, չգիտեմ, ուսումնասիրություններ կատարելիս հետաքրքրությունները փոխվին եւ տեսակը փոխվի եւ սկսի դրան զուգահեռ արդեն մասնագիտության հանդեպ վերաբերմունքը փոխվել։ Ոնց է այդ հարցին նայում։ Կոնկրետ աչքիս առաջ եկավ մի երեխա, ավագ դպրոցից եկել էր, հստակ որոշումով, որ ինքը դառնալու է բժիշկ։ Հստակ քանի տարվա իր որոշումներ, հետո փոխեց որոշումից, չէ։ Ես սխալ ինչ-որ տեղ եմ գնում։ Իմը չի։ Նույն մարդն է, նույն խառնվածքը, բայց իհարկե բնավորությունը կարող է փոխվել միջավայրի ազդեցությունը։ Ի վերջո մարդը ավելի գիտակից դառնա, ավելի շատ իմանա մասնագիտության այդ այսբերգի, ինչ որ մասնագիտություն երևում է վերևն է, չէ, բայց այսբերգը։ Ներքևում ինչը։ Այո։ Երբ որ ավելի շատ է իմանում, շատ հնարավոր է, որ չուզեն այդ դժվար ճանապարհը անցնել։ Իհարկե։ Պատրաստ չլինի։ Ինչպես կարող են դիմել ձեզ եւ կան հստակ ժամանակահատվածներ, որ միայն այդ ընթացքում է հնարավոր դիմել, թե միշտ ձեր դռները բաց են։ Մեր դռները միշտ բաց են դիմելու համար, մեր Instagram-յան էջով մենք ունենք հայտ լրացնելու հնարավորություն, որտեղ տալիս ենք ներկայացնում ենք եւ ցանկը, թե ինչ ծառայություններ ունենք եւ հետադարձ զանգի միջոցով իհարկե յուրաքանչյուր դիմորդին բացահայտում ենք նրանց հետաքրքրող, այսպես ասած, ցավոտ կողմերը եւ փորձում այդ ցավոտ կողմերի ներքո նրանց տրամադրել ամենահամապատասխան տարբերակը, որ իրենց խնդրին է վերաբերում, որ իրենց լուծում կտա եւ արդյունավետ կլինի, որտեղ սա էլ է ներդրում ըստ էության։ Եվ շուտով հույսով եմ, որ նաեւ մեր կայքը պատրաստ կլինի եւ մենք կկարողանանք կայքի միջոցով էլ հավելյալ տեղեկատվություն տալ մեր մասին, մեր գործունեության մասին, այդպես ավելի մոտենալով մեր թիրախային լսարանին։ Այո։ Վերջում հավելելու ինչ ունեք։ Ամփոփելով զրույցը։ Այո, ամփոփելով զրույցը կուզենայի ծնողներին ասել։ Ես հաճախ եմ լսում, որ ասում են, «Էս ինչ երեխա է, ոչինչ բան չի սիրում, ամեն ինչ ուզում է դառնալ, այս երեխին ոնց որ փոխած լինեն, ոնց որ իմ դաստիարակածը չլինի, չի կողմնորոշում ինչ դառնա»։ Ես ուզում եմ ծնողներին ասել, որ սիրելի ծնողներ, ինչ որ դուք ասում եք, շատ բնական է, շատ նորմալ է եւ երևի թե այդպես պիտի լինի։ Բայց մասնագիտական կողմնորոշում տալու երեխային դա շատ պատասխանատու գործ է։ Եվ
կուզենամ իսկապես, որ իրենք այդ գործը չվերցնեն, պատասխանատվությունը չվերցնեն ուղղակի, իրենք կողմնորոշեն երեխային։ Լավ սերունդ ունենալու կարևոր այսպես հարց էլի։ Այո։ Ես շնորհակալ եմ ձեզ թե հետաքրքիր զրույցի համար, թե կարևոր թեմայի համար։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ Թարմ ուղեղովի իմ զրուցակիցներն էին Լիլիթ Բախշյանը եւ Գայանե Բախշյանը, Կայմ ակումբի համահիմնադիրներն են նրանք, իսկ տաղավարում ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք վաղը, լավ եղեք։